Այսօր միասին պատրաստում ենք առանձու և կաթնամթերք շատ համեղ ցիտրուսային նոտաներով պահքի թխվածքաբլիթներ։ Դրսից ստացվում են խրխրթան, իսկ ներսից փափուկ և լավ թխված։ Պատրաստեք միանգամից կրկնակի չափաբաժնով, քանի որ այս թխվածքաբլիթները շատ արագ վերջանում են։ Ցիտրուսային նոտաներ ստանալու համար մեզ անհրաժեշտ է 1 նարնջի կեղև, քերում ենք քերիչի ամենամանր անցքերով։ Հեռացնում ենք կեղևը, կորիզները և բլենդերում ենք, մեզ անհրաժեշտ է 250 գրամ միջուկ։ 3 ճաշի գթալ շաքարավազի հետ տրորում ենք նարնջի կեղևը, որպեսզի բույրը ավելի լավ բացվի։ Լցնում ենք նարնջի բլենդերած միջուկը։ Այս թխվածքաբլիթների գույնը և բույրը շատ տարբերվող է, վերջանում է հաշված րոպեների ընթացքում։ Ավելացնում ենք 70 մլ անհոտ բուսայուղ, 1 պտղուն ծաղ և 1 թեյի գթալ փխրեցուցիչ։ Քանի որ բաղադրատոմսի մեջ չկա մածուն կամ թթվասեր, փխրեցուցիչը մի փոխարինեք սոդայով, այդ դեպքում թխվածքաբլիթներից արտահայտիչ սոդայի համ կգա։ Բաղադրատոմսի մեջ օգտագործվում է 320-ից 350 գրամ ալյուր, պետք է ստանանք ձեռքերին չկպչող փափուկ խմոր։ Ձևավորում ենք թխվածքաբլիթները, թաթախում ենք շաքարավազի մեջ և թխում ենք նախապես 180 աստիճան տաք հացված ջեռոցում, մինչև գեղեցիկ կարմրեն։ Վերջում մեկկաված սուրճ ենք պատրաստում և անուշ ենք անում, բարի ախորժակ։